Ընտրություններին առաջադրումները մեկնարկել են, բայց ուժերը դեռ չեն շտապում փաստաթղթեր ներկայացնել, ովքեր եւ ինչ ձևաչափով են մտնում ընտրապայքարի մեջ։ Ռուսաստանից մեծ գումարներ են գալիս Հայաստան, կանխիկ մեծ գումարի մուտքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է։ Մի քանի օրում 9 հոգի ձերբակալվել։ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Ստամբուլ, նախատեսված է Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ հանդիպում։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր տեղեկացրել է, որ մեկնելու է Ստամբուլ միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ, ասել է Հայաստանի ազգային ժողովի խոսնակը։ Խորհրդարանի կայքից էլ տեղեկանում ենք, որ այցը տեղի է ունենալու ապրիլի 16-ից 19-ը։ Ապրիլի 10-ից 12-ը ադրբեջանական Գաբալայում խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Երկկողմ կլոր սեղանի ձևաչափով անցկացված քննարկումներին մասնակցել է նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիկմետ Հաջիևը։ Վերստին նշվել է, որ երկիրը հավատարիմ է Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին եւ Վաշինգտոնի գագաթաժողովի ոգուն։ Բացի այդ, հայտարարվել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ձևավորման ու Ադրբեջանից Հայաստան ապրանքների տարանցիկ փոխադրման ապահովման մասին։ Նշվել է, որ TRIP նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մթնոլորտի եւ տրանսպորտային ամբողջ պատկերի փոփոխությանը։ Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները կրում են երկկողմ բնույթ եւ նույնքան կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունների միջև նմանատիպ շփումները եւ վստահության ամրապնդման միջոցառումները նույնպես լինեն երկկողմ ձևաչափով։ Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ համակարգող Արեգ Քոչինյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ եթե սկզբում 5 գումարած 5 ձևաչափով էր հանդիպումը տեղի ունենում, ապա հիմա արդեն 20 գումարած 20 ձևաչափով են տեղի ունենում հանդիպումները։ Փաստը, որ տեղի ունենում այս ֆորմատով 4-րդ հանդիպումը եւ կա պայմանավորվածություն այն շարունակելու, արդեն իսկ մեծ ձեռքբերում է ըստ նրա։ Հարթակից, այս ֆորմատից ունենալ իհարկե այսպես գերադրական ինչ-որ աստիճանի ակնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղաքահասարակության մեդիա ներկայացուցիչների 4 հատ հանդիպման արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց ինքը փաստը, որ այդ հանդիպումները տեղի ունենում, դրանք ընդլայնվում են, դրանք շարունակվում են, ես կարծում եմ բավականին կարևոր են։ Երկրորդ միտքը, որ ուզում եմ արտահայտեմ, դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչի մենք չպետք է գնանք Ադրբեջան եւ ինչի ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Կապված օրվա հետ, կապված հենց այցելության հետ, կապված բովանդակության հետ, կապված ձևի հետ, կապված հայտարարության հետ, նորից եմ կրկնում, հարյուրավոր պատճառներ կարող ենք նշել, թե ինչու այս փոխադարձ այցելությունները պետքա տեղի չունենան, եւ ես կարող եմ ընդհանրապես մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետքա տեղի ունենան, որովհետեւ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը եւ ինչ-որ չափով աջակցում են նաեւ երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարությունը նորից գիտեք, որ Ծաղկաձորում ուրեմն հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի պետական պաշտոնյաների հետ, Ադրբեջանի տեղի ունեցել իրենց պետական պաշտոնյայի հետ հանդիպում, երկու երկրների ուրեմն պետական պաշտոնյաներն մեզ վստահեցնում են, մեզ ուրեմն տեղեկացնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է, ու սա երևի թե կարևոր է։ Կհաջողվի դա թե ոչ Քոչինյանի խոսքով որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, ինչպես եւ չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողվել-չհաջողվելու հետ կապված, բայց երաշխավորված է նաեւ, որ եթե այս աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինում։ Պատվիրակության անդամ ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը նշել է, որ քննարկել են հիմնականում 3 հարց։ Հիմնական 3 բան, մեզ մտահոգող հարցերը, խոչընդոտները խաղաղության գործընթացի ճանապարհին, ինչպես նաև հնարավորությունները, որ չենք ուզում բաց թողնել։ Ես գիտեմ, որ հումանիտար հարցերի քննարկումը մեր հասարակության ուշադրության կենտրոնում է, ուստի ասեմ, որ շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել որպես երկու կողմեր այս հարցերի շուրջ, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք իրենցը։
Մենք խոսել ենք գերիների եւ պահվող անձանց մասին, ոչ մեկ անգամ պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը եւ եւս հերթական անգամ կարող եմ ասել, շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել եւ պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը process-ի։ Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։ Բնականաբար իրենք էլ իրենց հերթին բարձրացրել են իրենց ուզող հարցերը, ականների պայթյունի արդյունքում վնասված, զոհված անձանց հարցը նշվել է 432 թիվը եւ 3000-ից ավել անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը, իհարկե մենք խոսում ենք 90-ականների պատերազմի մասին, բայց ես ուզում եմ ասել, որ ամեն մեր այցից հետո մամուլի ասուլիսի ժամանակ մենք ասում ենք, որ այս հարցերը բարձրացրել ենք եւ երևի թե ձեզ մոտ տրամաբանական հարց կառաջանա եւ ուրեմն ինչ, ասենք բարձրացրել եք եւ ինչ։ Տեսեք, գաղտնիք չէ, որ երկու հասարակություններն էլ իրենց ընկալումները ունեն այս հարցի շուրջ։ Մի կողմի համար սա վրեժ խնդրության, միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին է, մյուս կողմի համար սա շատ այսպես պարզ հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ է։ Ինչ ենք անում մենք որպես նախաձեռնություն խաղաղության կամուրջ։ Մենք ուրեմն նախ եւ առաջ լսում ենք իրար։ Երբ որ դու լսում ես դիմացի կողմի խնդրի ընկալման նրբությունները, դրանից հետո շատ ավելի լավ ես կարողանում մոդելավորել լուծումները։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Ողջույն, պարոն Նավասարդյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Նավասարդյան, ես սկզբում տեղեկացրեցի, որ ազգային ժողովի նախագահը մեկնելու է Ստամբուլ եւ այնտեղ հանդիպում է ունենալու նաեւ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Դուք էլ քաղաքասարքության այն ներկայացուցիչների կազմում եք, ովքեր այցելեցին Ադրբեջան, հանդիպում ունեցան գործընկերների հետ, քննարկումներ եւ այլն։ Նախ կխնդրեմ քաղաքական, պետական դիվանագիտությանը զուգահեռ հանրային դիվանագիտության կարևորությունը, հա, որպեսզի մեր լսողների համար ավելի պարզ լինի, թե ինչի մասին են այս շփումները, ինչի մասին են այս հանդիպումները, դրանք ինչպիսի կանխատեսելի կամ ինչպիսի առհասարակ վերջնարդյունք են ունենում կամ ակնկալվող դրա արդյունքը ո՞րն է։ Գիտեք, ամենամակերեսում երևի այն է, որ երկու երկրների, երկու հասարակությունների միջև անմարդակայնացման գործընթաց էր տեղի ունենում տասնյակ տարիների ընթացքում եւ անմիջական շփումները դա թույլ են տալիս հաղթահարել, այսինքն իդեմս քեզ տեսնում են ոչ թե թշնամուն պետք է ոչնչացնել կամ պարտության մատնել, այլ մարդու հետ պետք է խոսել եւ գտնել ընդհանուր շահեր, ընդհանուր լուծումներ։ Դա ամենապարզ օգուտն է նմանատիպ կոնտակտներից։ Երկրորդ մակարդակը դա այն է, որ ի վերջո մենք տեսնում ենք, որ պաշտոնական օրակարգը բավականին սահմանափակ է։ Այն վերաբերում է ամենաարդիական եւ ամենաբարդ հարցերին, բայց դա չի նշանակում, որ դրանով ամեն ինչ սպառվում է, եթե խոսքը գնում է երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման մասին, եւ այդ օրակարգի ընդլայնմանը նույնպես քաղաքասարակության փորձագետների, լրագրողների մասնակցությունը շատ կարեւոր է, եւ արդեն Ադրբեջանում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում մենք տեսանք, որ կան հարցեր, որոնք կարող են այսօր արդեն մտնել օրակարգ կամ գոնե սկսեն քննարկվել, սակայն դեռ օրակարգում չեն եւ այդ առումով բնականաբար այն նոր գաղափարները, մտքերը, նախաձեռնությունները, որոնք ծնվում են մեր հանդիպումների եւ քննարկումների ընթացքում ներկայացում են նաև որոշում կայացնողներին եւ դա իրական օգուտ է հարաբերությունների նորմալացման գործընթացին եւ երրորդ մակարդակը կարևորության եւ օգտակարության դա նա է որ մենք տեսնում ենք ամբողջ պատմության ընթացքում թե ինչպես են ներքաղաքական զարգացումները խոչընդոտ դառնում կամ ունեն այդպիսի պոտենցիալ խոչընդոտ դառնալու դիվանագիտական ջանքերի համար շատ
լավ երևի մեր հեռուստադիտողներից շատերը հիշում են 1999 թվականի խորհրդարանում այդ հարցակումը խորհրդարանի անդամների նկատմամբ եւ ահաբեկչական այդ գործողությունը, որը բավականին երկար ժամանակով հետ գցեց բանակցային գործընթացը եւ դրա արդյունավետությունը, կառուցողականությունը։ Հիմա էլ շատ բաներ փոխկապակցված են ներքին քաղաքական զարգացումների հետ Հայաստանում, նկատի ունեմ խաղաղության գործընթացը։ Եվ որպեսզի հետագայում նման փոխկապվածությունը չխոչընդոտի հետևողական եւ արդյունավետ ընթացքը, երևի պետք է որ հասարակությունների միջև նույնպես խաղաղության գործընթաց գնա եւ այստեղ բնականաբար այդ կարգի այցելությունները արդեն ինչպես գիտեք 4-րդներ երկուսը եղել են ադրբեջանցիների այցելություն Հայաստան եւ երկու պատասխան այցեր եղել են հայ ներկայացուցիչների կողմից եւ ես կարծում եմ որ այս ձևաչափը նույնպես ընդլայնման կարիք եւ հնարավորություն ունի եւ դա կբերի նրան որ ներքաղաքական զարգացումները կգնան իրենց հունով իսկ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը իրենց հունով, քանի որ դա ոչ միայն ընտրված մի քանի դիվանագետների կամ պետական գործիչների աշխատանքն է, այլ նաև հասարակության լայն շրջանակների։ Հիշում ենք նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահ Հայաստանի ասում էր, որ Ղարաբաղյան խնդրին տիրապետում են ընդամենը 6 հոգի Հայաստանում։ Դա իհարկե նշանակում է, որ այդ 6 հոգու չլինելը որոշում կայացնողների շրջանակներում պաշտոնից զրկվելը կամ քաղաքականությունից հեռանալը լուրջ խոչընդոտ է դառնում գործընթացի համար։ Մենք պետք է հնարավորինս հաղթահարենք այդ կարգի իրավիճակ եւ կրկնում եմ ես այցելությունների նպատակարարությունը նաեւ դրանում եմ տեսնում։ Պարոն Նավասարդյան, այո, դուք շեշտեցիք, որ նախորդիվ եղել է եւս 3 հանդիպում։ Այս հանդիպումը թեև գուցե արհեստական է այս տարանջատումը, բայց այնուամենայնիվ, եթե դիտարկենք, որ տեղի ունենում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ եւ Հայաստանում փաստացի քարոզարշավ է նաեւ տեղի ունենում, սա ինչ ազդեցություն է ունենում, օրինակ ձեր ադրբեջանցի գործընկերների ինչ էին ձեզ փոխանցում, սա արդյոք այսպես ասենք բացասական ազդեցություն ունենում է խաղաղության գործընթացի վրա, նկատի ունեմ, որ ադրբեջանական կողմը որոշակի վերապահումներ, արգելակներ կիրառում, մինչև տեսնենք ինչ է լինելու, էլի։ Ну, գիտեք, կա երկու հանգամանք, որոնք ինչ որտեղ դանդաղեցնում են գործընթացը եւ որոշակի ոչ թե խոչընդոտ, այլ ամեն դեպքում խանգարող հանգամանք են հանդիսանում, որպեսզի խաղաղության հարաբերությունների նորմալացման գործընթացը ավելի արագ ընթանա։ Առաջինը դա այն անորոշությունն է, որ կապված է թրիփի իրականացման հետ, ոսկե իհարկե Իրանում այդ պատերազմական գործողություններն են, որոնք կամ հետաձգում են կամ կասկածի տակ են դնում թրիփի իրացման հնարավորությունը, իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ուղին առանցքային դեր ունի ընդհանուր գործընթացում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման։ Եվ ներքին քաղաքական հարցերը, ինչպես ես նշեցի, երկրորդ կարևոր հանգամանք, այսինքն Ադրբեջանում ուզում են հասկանալ, թե ում հետ են գործ ունենալու Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, եւ դա նշանակում է, որ ինչ որ լուրջ բեկումնային գործողություններ եւ նախաձեռնություններ չեն կարող լինել, դա ինչ որտեղ անդրադարձ ունեցավ նաև մեր Ադրբեջանում կայացած հանդիպմանը, այսինքն շատ հարցեր, որ մենք կարող էինք լուծենք, եթե զուգահեռ գնար նաև նորմալացման գործընթացը ակտիվ, միգուցե հնարավոր կլիներ դրանց շուրջ պայմանավորվել։ Բայց նման իրավիճակում բոլորս ստիպված ենք հապաղել եւ սպասել ինչ է լինելու, ինչ զարգացումներ կունենանք այս տարվա հունիսից հետո։ Սակայն դա չի նշանակում, որ անիմաստ էր հանդիպումը, քանի որ ի վերջո 20 գումարած 20 դա բավականին մեծ ձևաչափ է եւ այդ ձևաչափում
հարաբերությունների ձևավորումը ավելի դանդաղ են տեղի ունեցում կամ այն դեպքում, երբ մենք սկսում ենք նախաձեռնությունը 5 գումարած 5 ձևաչափով եւ պիտի ասեմ, որ փետրվարին Ծաղկաձորում կայացած հանդիպման համեմատ այս մեկ հանդիպումը ավելի անկեղծ եւ կառուցողական միջավայրում մթնոլորտում անցավ, մարդիկ արդեն շատ ավելի մոտիկից էին իրար ճանաչում, պատկերացնում էին թե ով որ դաշտում եւ որ ուղղությամբ որ ոլորտում կարող է ներդրում ունենալ եւ խոսակցությունները բավականին կոնկրետ էին եւ բաց եւ դա նշանակում է որ կա ակնհայտ շահագրգռվածություն շարունակել գործընթացը եւ մենք դա զգացել ենք եւ հուսով ենք որ արդեն մոտակա ամիսներին կլինեն այն բեկումնային փոփոխությունները հարաբերություններում այդ քաղաքացիական դիվանագիտության մակարդակում քան մենք ականատես ենք այսօր։ Այսինքն, պարոն Նավասարդյան, ընտրությունների այստեղ արդյունքները եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումները կամ իրավիճակները կարող են Հայաստան-Ադրբեջան իրավիճակ փոխել։ Ես նկատում եմ բացասական սցենարներ։ Բնականաբար, այո, եթե մենք կորցնում ենք մոտակա ժամանակ տրիփի ուղղությամբ լուրջ փոփոխություններ եւ զարգացումներ, դա նշանակում է, որ երկու երկրները փոխադարձ շահերի իրացման նոր ոլորտներ եւ նոր հնարավորություններ պետք է փնտրեն, իսկ դա ժամանակ է ենթադրում։ Ցանկացած նաեւ ներքին քաղաքական փոփոխություն նշանակում է, որ դանդաղում է գործընթացը եւ կողմերը փորձում են վերականգնել այդ բանակցային երկխոսությունները եւ այլն եւ պարզ չէ թե այդ փորձերը ինչպիսի արդյունք կտան, այսինքն կա եւ գործընթացի լճացման ռիսկ այստեղ եւ նույնիսկ գործընթացի դեգրադացիայի ռիսկ, այսինքն անգամ այն նվաճումները, որ ունեցել ենք մինչեւ այսօր, կարող են կասկածի տակ դրվել։ Եվ այդ առումով, այո, բնականաբար կան մտահոգություններ այս երկխոսության մասնակիցների մոտ, թե ինչպես է ազդելու ընդհանուր քաղաքական համատեքստը մեր այդ երկկողմ նախաձեռնության վրա։ Շատ լավ, իսկ այսինքն Իրանի մասով թրիփ մտահոգություններ եւ Իրանի շուրջ այդ անորոշությունը, հա, դա հենց ուղիղ կապված է թրիփի վրա հնարավոր ազդեցություններով։ Դա այսինքն դրա կենսագործունեության հետ կապված Իրանի շուրջ իրավիճակի հանձնգուցալուծումը թրիփի։ Դե բնականաբար, եթե թրիփի անմիջական հարևանությամբ տեղի ունենում պատերազմական գործողություններ, եթե անորոշ է դառնում, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու նույն Իրանը այս պատերազմի ավարտից հետո, որ կողմն է թեքվելու Իրանի աշխարհաքաղաքական շահը, նաև քանի որ թրիփի իրացման համար կարևորագույն դերակատարություն ունի ԱՄՆ-ն, եթե ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ առաջնահերթությունների վրա եւ ռեսուրսներ է ծախսում եւ քաղաքական ուշադրություն է տրամադրում այլ հարցերին, դա նշանակում է, որ որպես լծակ ունեցող զարգացումների վրա եւ դրանք խրախուսող գործող միավոր ԱՄՆ-ն կարող է ուղղակի ակտիվ չլիներ այս ուղղությամբ եւ դա ստեղծում է ռիսկեր թրիփի համար, իսկ ռիսկերը թրիփի նկատմամբ անմիջապես ազդում են նաեւ խաղաղության ամբողջ գործընթացի վրա, քանի որ կրկնում եմ օգոստոսի 8-ին այդ կարևոր առաջընթացը խաղաղության գործընթացում շատ առումներով հիմնված է հենց թրիփի եւ դրանից բխող զարգացումների վրա։ Եվ պարոն Նավասարդյան, ինչպես ասացի, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ստամբուլում կհանդիպի Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, այլ ինչ-որ հարթակի ձևավորում կամ երկխոսության ինչ-որ միջավայրի ձևավորում այս Հարավկովկասյան 3 երկրների միջև հավանական համարում եք, անհրաժեշտ համարում եք, արդյոք ժամանակն է։
Իհարկե խորհրդարանական դիվանագիտությունը միշտ կարևոր դեր է կատարում, քանի որ մենք հասկանում ենք, որ ցանկացած քաղաքական բանակցություններ կապված են նաև այն իրավական օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք պետք է ապահովեն նաև զարգացումները քաղաքական ոլորտում եւ այստեղ առաջնային դերակատարություն ունեն խորհրդարանները եւ ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոնե ադրբեջանական կողմը ակնհայտորեն որպես կարևոր պայման դնում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը, դա նույնպես անմիջապես կապված է խորհրդարանական գործունեության հետ եւ հաշվի առնելով, որ մենք որպես հայկական կողմ պիտի որ անել շահագրգռված չլինենք, որպեսզի խաղաղության գործընթացը անմիջապես մեր ներքին քաղաքական այնպիսի զարգացման հետ, ինչպես սահմանադրության փոփոխությունն է, վերջո սահմանադրությունը մենք ընդունում եւ բարելավում ենք մեզ համար, այլ ոչ թե մեր հարևանների եւ միջազգային գործընկերների համար, այդ խորհրդարանական երկխոսությունը կարող է այս հարցում որոշ շտկումներ եւ հստակեցումներ մտցնել, որ հասկացվի, որ ներքին քաղաքական օրենսդրական զարգացումները խոչընդոտ չեն եւ չեն կարող լինել նաև երկու երկրների դիվանագիտական ջանքերի համար։ Իդեպ ասեմ, որ դրա շուրջ խոսակցություններ եւ քննարկումներ, կարծիքների փոխանակում եղել է նաև Գաբալայում, որտեղ մենք հանդիպում էինք ադրբեջանցի գործընկերների հետ, բայց բնականաբար մենք որպես փորձագետներ, քաղաքացիական ակտիվիստներ կամ լրագրողներ կարող ենք միայն կարծիք հայտնել եւ գաղափարներ հնչեցնել, բայց համապատասխան իրավական եւ օրենսդրական որոշումները կայացնում են խորհրդարանները եւ ես հուսով եմ, որ այն հանդիպումները, որոնք կունենա Հայաստանի խորհրդարանի նախագահան, օգտակար կլինեն ամբողջ համատեքստի համար։ Շնորհակալություն։ Նմանապես։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն էր։ Խորհրդարանական ընտրություններին առաջադրումները մեկնարկել են, բայց մասնակցության հայտ ներկայացրած որևէ քաղաքական ուժ այս պահի դրությամբ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռ չի ներկայացրել, սահմանված վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։ Այս պահին հունիսի 7-ի խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել է 14 քաղաքական ուժ, 2 դաշինք, 12 կուսակցություն։ 2021 թվականի արտահերթ ընտրություններում մոտ 54% ձայն ստացած քաղաքացիական պայմանագիրը դարձյալ ընտրապայքարի մեջ կմտնի միայնակ, առանց որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու։ Ընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հենց նա էլ հավակնում է երրորդ անգամ ստանձնել երկրի կառավարումը։ Հայաստանի հաջորդ վարչապետ դառնալու ցանկություն ունի կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը, բայց նա երկքաղաքացի է։ Սահմանադրությամբ ոչ վարչապետի, ոչ падգամավորի թեկնածու չի կարող լինել։ Հանրությանը ոչ հայտնի երկու ուժի հետ ընտրություններին դաշինքով մասնակցելու հայտ ներկայացրած ուժեղ Հայաստանը իշխանության գալու դեպքում էլ մտադիր է փոխել սահմանադրությունը, որպեսզի Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա դառնալ վարչապետ։ Իսկ ընտրական ցուցակը գլխավորում է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը, որ նախորդ ընտրություններին ավելի քան 21% ձայն էր ստացել, այս անգամ էլ նույն ձևաչափով կմասնակցի դաշինքով, բայց մի տարբերությամբ Վայե Հակոբյանի վերածնվող Հայաստան կուսակցության փոխարեն դաշնակցության հետ միասին դաշինքում ներգրավված է վաղարշաբաթի ընտրություններում 31% ձայն ստացած Սևակ Խաչատրյանի առաջ կուսակցությամբ։ Համապետական վերջին ընտրություններին մոտ 4% ձայնով անցողիկ շեմը չհաղթահարած Բարգավաճ Հայաստանը առաջնորդի հենց կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, բայց պնդում է վարչապետ դառնալու ցանկություն չունի, թեկնածուներ կան, մեկի փոխարեն 4-ն են, որոնց անունները սակայն Ծառուկյանը չի հրապարակում, փոխանցում է Ազատությունը։ 2017-ի 2021-ի խորհրդարանական ընտրություններին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցած, բայց անցողիկ
շեմը չհաղթահարած։ Հայ ազգային կոնգրեսը այս ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու մտադրություն ունի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ առանց որևէ դաշինքի։ Ամիսներ շարունակ ընդդիմադիր 2-3 խոշոր բևեռներով ընտրություններին մասնակցելու կարևորությունը ընդգծող Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանը միայնակ է մասնակցելու ընտրություններին, վարչապետի թեկնածուն էլ Մարուքյանն է։ Մյուս մանրամասները արդեն պարզ են դառնալու ապրիլի 12-ին համագումարից հետո, 18-ին ներողություն։ Ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու փորձ է արել նաև նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ստեղծած միասնության թևերը եւ Հայաքվեն, սակայն ապարդյուն անցած շաբաթ հայտարարեցին դադարեցնում են համագործակցությունը։ Թաթոյանի միասնության թևեր կուսակցությունը ընտրություններին կգնա միայնակ, վարչապետի հավակնորդն էլ հենց նախկին ՄԻՊ-ն է։ Ընտրապայքարի մեջ է մտնելու նաև Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքացիական պայմանագրից հեռացած Հայկ Մարությանը իր նոր ուժ կուսակցությամբ վարչապետի թեկնածուն Մարությանն է։ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարում է, կուսակցությունը ընդլայնված ցուցակով մտնում է ընտրապայքարի մեջ, որ փոխի ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը։ Արամ Սարգսյանը վարչապետ դառնալու հավակնություն ունի, նրա ղեկավարած Հանրապետություն կուսակցությունը միայնակ կմասնակցի, Արամ Սարգսյանն էլ կլինի վարչապետի թեկնածուն։ Իսկ հա Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը որոշել է միանալ բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությանը։ Այս ուժին միացել է նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցի նժար շարժումը, բայց ով է լինելու վարչապետի թեկնածուն դեռ պարզ չէ։ Ընտրություններին կմասնակցի նաև ԴՕԿ կուսակցությունը, թե ինչ ձևաչափով հստակ չէ, բայց այս ուժից ավելի վաղ պնդել են, թե վարչապետի թեկնածուն հենց Վարդան Ղուկասյանն է, բայց նա էլ ամերիկյան բանտում է։ Ընտրություններին մասնակցելու մասին են հայտարարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի նախկին անդամ Վաղարշակ Հարությունյանը ռեֆորմիստների հետ, ինքն էլ վարչապետի թեկնածուն է, նաև Հայաստանի շնորհապետական կուսակցությունը վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Օրերս պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը Զվարթնոց օդանավակայանում կանխել է Ռուսաստանից կանխիկ խոշոր գումարի մուտք Հայաստան։ Անձը 47 միլիոն 500 հազար ռուբլին Ռուսաստանից ինքնաթիռով տեղափոխել է Հայաստան։ Պարզվում է, անձը Հայաստանում չի ունեցել մշտական բնակության վայր եւ նույն օրը պետք է վերադառնար Ռուսաստան։ Պարզվում է նաեւ, որ վերջին 1.5 ամսում Հայաստանում նման 9 դեպք է գրանցվել, իսկ խոշոր չափի գումարներ տեղափոխելու մշակված սխեմաները սկսել են աշխատել դեռ 1 տարի առաջ։ Օրինակ, նույն մարդը կարող է մի քանի անգամ խոշոր չափի կանխիկ գումար տեղափոխել Հայաստան, կամ շատ դեպքերում դրանք չեն լինում իրենց անձնական գումարները եւ այլն։ Որոշվել է կանխիկ մեծ գումարի մուտքի նկատմամբ վերահսկողությունը խստացնել, 45 օրում 9 հոգի ձերբակալվել է։ Ուժեղացվել է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման եւ արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել շուրջ 69 միլիոն դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 միլիոն դոլար կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստան, իսկ շուրջ 9.5-ը արտահանվել երկրից։ Կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։ ՊԿ-ը հիշեցնում է, որ 10,000 դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող եւ սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման։ Չնայած հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում կանխիկ դրամական միջոցների ներմուծման եւ արտահանման մասով առանձին կարգավորումներ սահմանված չեն, այնուամենայնիվ կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր, նշվում է հաղորդագրությունում։ ՊԿ քաղաքացիներին հորդորում է խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից եւ հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ ու թափանցիկ միջոցներ են ֆինանսական գործարքների իրականացման համար։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Ողջույն պարոն Առաքելյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես
Պարոն Արաքելյան, նախ ես նշեցի, թե այս պահի դրությամբ, քանի ուժ է հայտարարել մասնակցելու այս ընտրություններին, ընդհանուր 2 դաշինք է մասնակցում, 12 կուսակցություն, ընդհանուր 14 քաղաքական ուժ, եւ այս դաշինքների եւ ուժերի մեծամասնությունը իրենք հետապնդում են մեկ նպատակ, ինչպես նշում են, դա օրվա իշխանությունների վերընտրվելը թույլ չտալն է, եւ հավանական են համարում, տարբեր դերակատարներ պնդում են, որ ի վերջո հաջողության հասնելու միակ սցենարը լինելու է միասնական ճակատով հանդես գալ, այսինքն գուցե ոչ բուն ընտրություններին մասնակցելը, գոնե ընտրություններից հետո արդեն միմյանց աջակցություն ցուցաբերելը։ Սա որքանով է հավանական սցենար համարում, որ կարող է այնպիսի արդյունք գրանցել, որ համախմբման դեպքում կամ միասնական ճակատի դեպքում սա կարողանա բեկել Հայաստանում, այսպես ասենք, քաղաքական ընտրությունը։ Չեմ կարծում, որ իրենք կարողանան, ասենք, մեծամասնությունը գրավել։ Ես չեմ կարծում, որ կարող են այդ ուժերը գան իշխանությանը, բայց ես կարծում եմ, որ դարձյալ իրենք կներխուժեն Հայաստանի Հանրապետության խորհրդարան, դարձյալ եւս մի քանի տարի կփորձեն կատվածահարել խորհրդարանի աշխատանքը, այն ինչ որ իրենք սովոր են անել, իրենց դեմ ճիշտ է, մի քիչ ուրիշ ավելի նպատակ է դրված իրենց պատվիրատուների կողմից, այդ նպատակը հենց իշխանության նկատելն է, բայց կարծում եմ, որ իրենք էլ են քաջ գիտակցում, որ դա տվյալ պայմաններում անհնարին է, եւ իրենք փորձում են պարզապես իրենց պատվիրատուներին ցույց տալ այն լայնածավալ աշխատանքը, որը իրենք անում են, եւ ցույց տալ, որ իրենք իրենցից Հայաստանում ինչ-որ ռեալ քաղաքական ուժ են ներկայացնում։ Ես խոսում եմ իբրև մի ուժի մասին, որովհետև այն քաղաքական ուժերը, ռուսամետ քաղաքական ուժերը, որոնք որ ներկայացված են այսօր այս մրցավազքում նախընտրական, իրենց բնույթով ընդամենը մի ուժ են ներկայացնում եւ մի անձ են առաջադրում։ Դա Ռոբերտ Քոչարյանն է։ Քանի որ, ասենք, ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյան, իրենք առաջադրում են իբրև վարչապետ Սամվել Կարապետյանին, որը որ այդ իրավունքը անգամ չունի, չգիտեմ, Բարգավաճ Հայաստանը Լևոն Ծառուկյանը ընդհանրապես գաղտնի է պահում, թե ով է իրենց կողմից ուրեմն առաջադրվելու իբրև իրենց առաջնորդ եւ թեկնածու։ Մի խոսքով, դա ինչ որ, գիտեք, ես պետք է ցավով նշեմ, որ այդ քաղաքական, լավ բառ լսեցի ես վերջերս, Աջափ Սանդալը, որը որ իրենք սարքել են, հա, այդ Կրեմլի կաբինետներում իրենք ղեկավարված, որը որ հավաքածու ինչ-որ մարդկանցից է բաղկացած, որոնք որ շատ ճարտար լեզուներ ունեն, փորձ ունեն քաղաքականության մեջ, տարբեր նախկին կուսակցություններից են ուրեմն հավաքվել, իրենք կարողանում են ինչ-որ շատ համոզիչ կերպով ելույթներ են տալիս եւ տարբեր ինչ-որ կայքերում իրենց ստեղծված հենց կայքերում հիմնականում բնականաբար, բայց եւ նաեւ պետական նույնիսկ հաղորդումներում դա իրենք բոլորը ուրեմն որդեգրել են մի քաղաքականություն, մի նախընտրական այդպես ինչ-որ ծրագիր, ըստ որի իրենք պարզապես հավաքել են բոլոր մեր ժողովրդի պատմական խնդիրները, ցավոտ թեմաները, այսօրվա ինչ-որ օրվա հետ կապված ցավոտ էլի դարձյալ ծանր պահերը, այդ ամեն ինչը իրենք հավաքել են, դարձել են մի կույտ, այդ կույտից սարքել են դաշնամուր ու ռուսական ռոմանսներ են իմանալվում այդ դաշնամուրի վրա։ Պարզապես սեղմելով այն ցավոտ կետերին, որը որ մեր ժողովրդի համար շատ զգայուն է։ Եվ ուրիշ ոչ մի բան, իրենք չեն կարողանում առաջարկել։ Մենք տեսնում ենք, հա, որ իրենք չեն առաջարկում ոչ մի հստակ կոնկրետ ծրագիր,
տնտեսական ծրագիր, քաղաքական ծրագիր։ Իրենք խոսում են ընդհանուր ինչ-որ լոզունգներով, հա, մենք հիմա կմտնենք, ուրեմն Ռուսաստանում ենք լինելու, չգիտեմ, Ամերիկայում ենք լինելու, չգիտեմ ինչի, Մեծ Բրիտանիայում ենք լինելու, հա, Եվրոմիությունը այնտեղ չկա, թեպետ Եվրոմիությունը աշխարհի ամենամեծ տնտեսական կառույցն է։ Եվ իրենք այնպես պարզապես թեմա մենք Արցախ ենք վերադառնալու, Արցախն ենք վերադարձնելու, քիչ մնա թե կասեն արդեն Արարատն ենք գրավելու եւ դա պարզապես լեզու թափ տալ է, դա պարզապես ոչինչ է։ Դա խոսքեր են, որոնց հետևը ոչ մի բան չկա։ Ոչ մի իրականություն չկա, ոչ մի ռեալ հնարավորություն չկա պատմական թեկուզ այս ժամանակահատվածի համար մեր հա պետության։ Իսկ ընդհակառակը այդ խոսքերը այսօր հիմնովին իրենք փորձում են համենայն դեպս իրենք փորձում են քանդել այն թեկուզ դեռ թույլ կառույցը ժողովրդավարական, պետական, որը որ այսօր քչից շատից առաջացել է Հայաստանը այսօր մենք նույնիսկ մենք զգում ենք այդ պահերը, որ մենք մեզ սկսել ենք մեզանից ինչ-որ բան ներկայացնել քաղաքական տեսակետից իբրև պետություն մեր հետ հաշվի են ինչ-որ նստում, մեզ ինչ-որ հարցերով դիմում են, մեր համաձայնությամբ եւ մեր միջոցով փորձում են ինչ-որ տնտեսական լոգիստիկ հարցեր լուծեն, հա։ Այդ ամեն ինչը տեսնելով դարձյալ վերադառնում եմ այդ պատվիրատուներին, իրենց համար դա անընդունելի մի բան է։ Ոնց իրենց մի մասը, որոնք որ համարել են միշտ Հայաստանը, իբրև ռուսական կայսրության մի մասնիկ, եւ այդ մասնիկը հանկարծ հիմա որոշումներ է ընդունում, ինչ որ մեր հետ ինչ որ լեզվաբանության մեջ է մտնում, ինչ որ քննարկում է մեր իջեցված առաջադրումները, քննարկման է տալի, հասկանում եք, ու դա այդ ամենը իրենց համար անընդունելի է եւ իրենք հիմա պարզապես փորձում են դարձյալ սխալ ինչ-որ բաների մեջ են, ինչ-որ իլյուզիաների մեջ են էլի գտնվում։ Իրենց մոտ այդ ֆանտոմային ցավերը դեռ շարունակվում են։ Կայսրության այդ մասերի կորուստի ֆանտոմային ցավերը շարունակվում են եւ իրենք դարձյալ փորձում են վերադարձնեն իրենց սեփականությունը, ինչպես իրենք են մտածում։ Մեր խնդիրն է, ես ի նկատի ունեմ հայ ժողովրդի խնդիրն է։ Այսօր լուրջ հանգիստ առանց ինչ-որ ներվային ցավոտ, չգիտեմ, հոգեբանական տուժերի, պարզապես գնալ ընտրությունների, անել այն ընտրությունը, որը որ ըստ մեր ժողովրդի կամքի, մեր երկրի համար ինչ-որ մի ապագա կստեղծի եւ շարժվել առաջ։ Ես հիմա կոչ չեմ անում, որպեսզի մենք բոլորս ուրեմն պետք է քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյան, չէ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է ընդհանրապես, որ մենք ապագա ունենանք, ուրիշ ոչ մի բան։ Եվ այն մարդիկ, որոնք որ այսօր այդ ապագայի վրա փորձում են խաչ դնել, այդ մարդիկ պարզապես պետք է հեռացվեն քաղաքականությունից։ Չեմ ասում Հայաստանից, հա, իրենք պետք է մնան Հայաստանում, քանի որ իրենցից շատերը հատուկ ինչ-որ կառույցներում պետք է գտնվեն արդեն շուտվանից։ Բայց չգիտես ինչի, մեր իշխանությունը դա դեռ չի իրագործել։ Ես ավելին ասեմ եւ խոսել ենք մենք դրա մասին, որ այդ քաղաքական իբրև թե շարժումները այսօր մասնակցության նույնիսկ իրավունքը չունեն, քանի որ իրենք ակամա խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը մի քանի կետերով են, հա, նույն արտասահմանից ֆինանսներ ստանալով քիչ առաջ դուք ասում եք, որ արդեն որ երրորդ մարտն է Ռուսաստանից գալացող, ուրեմն ճամպրուկներով գումարներ բերում Հայաստան ու նույն օրը թռնում են նոր ճամպրուկի հետևից։ Այդ մարդիկ կոչեր են անում, որ հակասում են մեր անկախության հետ։ Այդ քաղաքական ուժերը իրենք իրավունք չունեն մասնակցելու այս ընտրություններին։ Դա իմ կարծիքն է, կներեք մի քիչ երկար ստացվեց։ Դե, բայց այնուամենայնիվ այստեղ կա մեկ այլ մոտեցում, մասնավորապես ասում են Հայաստանը ժողովրդավար երկիր է, բոլորն էլ մասնակցելու են, հետո էլ քաղաքական
նպատակահարմարության խնդիր, ինչպես շատ հաճախ մեկնաբանում են իրավիճակը գործող իշխանության համար, բայց այս ընտրությունները այսքան մեզ մոտ դասական իշխանություն, ընդդիմություն, պայքարի տրամաբանության մեջ չի գնում, որովհետև ձեր խոսքից էլ հասկացանք, որ այստեղ արտաքին գործոնը բավականին ընդգծված է։ Ես խոսքիս մեջ երևի ասացի, որ ցավով եմ դա ընդգծում, բայց մենք չունենք, ցավոք սրտի մենք խորհրդարանում չենք ունեցել եւ կարծում եմ, որ երևի թե չենք էլ ունենա այս գալիք ընտրություններից հետո իրոք այն ընդդիմությունը, որը որ կզբաղվի խորհրդարանում ոչ թե սադրանքով կամ սաբոտաժով, այլ կզբաղվի կառուցողական քննադատականով, կզբաղվի նրանով, որ այդպես անհրաժեշտ մեր երկրի համար օրենքներ կմտածի եւ կքննարկի, կառաջադրի։ Այդ ընդդիմությունը Հայաստանում գոյություն ունի։ Այսօրվա դրությամբ ես տեսնում եմ, տարբեր քաղաքական ուժեր կան, որոնք որ գոյություն ունեն, բայց այդ քաղաքական ուժերը չեն ստանում ցավոք եմ ասում, դա ժողովրդավարական քաղաքական ուժեր են, իրենք չեն ստանում այն լայն ճանաչումը, շնորհիվ միգուցե նրան, որ չունեն պատշաճ ֆինանսավորում, չունեն այն հնարավորությունները, որոնք որ ունեն այսօրվա այդ պսևդո ընդդիմադիրները, որոնք որ ուղարկված մարդիկ են, պարզապես ֆինանսավորվող, հսկայական ֆինանսավորում է այդ ուժերի հանդեպ այսօր։ Այդ ուժերը գոյություն ունեն եւ ես չգիտեմ ինչքանով իմ ձայնը լսելի կլինի, բայց ես կոչ կանեի, որ եթե այն մարդիկ, որոնք որ բնականաբար շատ-շատերը մեր երկրում համաձայն չեն մեր ներկա իշխանության քաղաքականության հետ, կամ մեր իշխանության որոշ ընդունված, ասենք, որոշումների հետ, կամ ընդհանրապես ինչ որ չգիտեմ, անձը իրենց դուրը չի գալի, խոսքս ասենք թե մի վարչապետի մասին է, այդ քաղաքական, այդ մարդիկ իրենց պարզապես ոչ թե գցվեն այն ուժերի գիրկը, որոնք որ մտածված իրենց տանելու են եւ չգիտեմ ժայռից ներքև գցեն, այլ ուշադրություն դարձեն այն ռեալ ուժերի վրա, որոնք որ գործում են, աշխատում են Հայաստանում, լուրջ ծրագրեր են առաջարկում, նույն հիշենք Եվրոմիության այդ օրենքի հետ կապված քանի ուժ կար, որոնք որ նախ առաջադրեցին, երկրորդը այդ աշխատանքը տարավ, որ հավաքեցին այս ստորագրությունները եւ վերջո հասան իրենց նպատակին, որ այդ օրենքը ընդունվեց Հայաստանի խորհրդարանի կողմից։ Եվ միգուցե այդ ուժերին հնարավորություն եւ զարգացում տալ Հայաստանում, ոչ թե մտածել նրա մասին, որ ես հասկանում եմ, գոյություն ունի որոշակի մի զանգված նախկինների։ Այդ այն մարդիկ են, որոնք որ տարբեր ածաններում աշխատել են, բնականաբար մեծ կարոտով են հիշում այն օրերը, այդ մարդիկ ունեն բարեկամներ, երեխաներ, թոռներ, չգիտեմ, ազգականներ, որոնք որ էլի ինչ որ օգուտներ են ունեցել այդ ամենից եւ այդ մարդիկ այսօր կազմում են, ասենք, մի քանի տասնյակ հազար հոգի անձնավորություն, որոնք որ ընտրական ձայն ունեն։ Բայց մնացած ժողովուրդը, որին փորձում են հիմա խաբվածության մեջ գցել, այդ մնացած ժողովուրդը պետք է մի հատ ստապ գիտակցի, թե ինչի մասին է խոսքը ընդհանրապես, ստապ գիտակցի, որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում եւ ամենակարևորը, ինչ լուծման ճանապարհներ է առաջարկում կոնկրետ, ոչ թե ինչ որ պարզապես պոպուլիստական, ուրեմն լոզունգներ, մենք կգնանք այս կանենք ու հարց չկա։ Չէ, այդ կոնկրետ ո՞նց եք գնալու, ուր եք գնալու, ինչ եք անելու, ինչ միջոցներով եք այդ ամենը անելու։ Իրեւ 300,000 աշխատատեղ։ Ես տնտեսագետ եմ, կներեք, ես հասկանում եմ, թե ինչ ինվեստիցիաներ են հարկավոր, որպեսզի այդպիսի փոքր երկրում, ինչպես Հայաստանն է, այդպիսի որ 3 միլիոն բնակչություն ունի, մոտավորապես, ուրեմն 300,000 աշխատատեղ ստեղծել։ Դա տասնյակ միլիարդների ներմուծումներ պահանջող ծրագիր է։ Լավ ծրագիր, լավ է, ես դեմ չեմ 300,000, բայց
խնդրում եմ ցույց տվեք, թե նախ ո՞նց եք դա իրագործել։ Ինչ գումարներով եք դա իրագործել։ Ո՞նց եք դուք շահագրգռելու միջազգային հանրությունը, այդ ինվեստիցիոն հանրության մասին է խոսքը, որպեսզի իրենք այդպիսի հսկայական գումարներ տրամադրեն Հայաստանին եւ ուրեմն ներմուծեն Հայաստան, ինվեստիցիաներ Հայաստանին ան, այն պարագայում, որ Հայաստանը շրջվելու է, դառնալու է Ռուսաստանի սաթելիտը, ըստ իրանց դարձյալ իրանց ծրագրի։ Իսկ այն Ռուսաստանին, որը որ պատժամիջոցների տակ արդեն իրենց կրեդիտն ու դեբետը չեն կարողանում իրար հասցնել։ Որտեղից են այդ գումարները առաջանալու, որտեղից են առաջանալու այդ աշխատատեղերը, որևիցե մեկը կոնկրետ հստակ ծրագիր առաջարկել է, թե դա պարզապես բլա էր, որը որ փորձում են ինչ-որ մարդկանց ուտացնեն։ Այ ես խնդրում եմ պարզապես, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն հիմքի վրա, ոչ թե ինչ-որ այն կառույցը վերջնական, որը որ իրենք փորձում են ներկայացնել, այլ հիմք կա այդ ամեն ինչի տակ, թե ոչ։ Հետո վերջի վերջո մի հատ տեսնել անցյալը, հա, այն կառույցների, այն երկրների, որի հետ մենք ապագայում պետք է ուրեմն մտնենք դաշինքների կամ սեղմ համագործակցության մեջ, հերքելով մնացած երկրները, հա, մի հատ համեմատենք, չգիտեմ, Mercedes-ն ու Lada-ն։ Համեմատենք երկու հատ մեքենա կա, որը որ դուք, որ մեքենան հարգելի ժողովուրդ դուք կնախընտրեիք Mercedes-ը թե Ժիգուլին։ Դրանից ախր պարզ օրինակ արդեն գոյություն չունի, էլի։ Ու մենք այսօր այդ քարոզիչները փորձում են ժողովրդին պարզապես խաբվածության մեջ գցեն եւ օգտագործեն, ինչպես ես ասացի, այն դաշնամուրը, որը որ կազմված է մեր ցավերից, մեր խնդիրներից, եւ այդ ամենի միջոցով գան իշխանության։ Իսկ իշխանությունը գալուց հետո ես ձեզ հավատացնում եմ, իրենք այդ իշխանությունը արդեն երբեք ոչ մեկին չեն հանձնի, միայն անունով։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Բուսկանյան։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։